Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավի մեռելոց, տեսնենք ինչպես մեղքը կարող է մարդուն ստրուկի կարգավիճակի հասցնել։ Ձեզանից ոչ ոք թող չտանջվի որպես մարդասպան կամ որպես գող կամ որպես չարագործ կամ որպես ուրիշի գործին խառնվող։ Իսկ եթե տանջվում է որպես քրիստոնյա, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն այդ անվամբ, քանի որ ժամանակն է, որ սկսվի դատաստան Աստծո տնից, որովհետև եթե այն նախ մեզանից սկսվի, ապա ինչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծո ավետարանին։ Սիրելիներս, նրանք, ովքեր որ իրենց արդար ու անմեղ են համարում, իրենք իրենց առաջնորդում են դեպի մեղքը։ Այստեղ նշված մեղքերը, սպանությունը, գողությունը, ուրիշի գործերին խառնվելը այն մեղքերն է, որով որ մարդը հնազանդվում է սատանային եւ դա բնական է համարում։ Աստված այդպիսի մարդկանց չպետք է հանդուրժի, որովհետեւ այդ մարդը ինքն իրեն կամավորապես դնում է մեղքի ծառայության մեջ, սատանային ստրկության է գնում եւ հրաժարվում է Աստծուց։ Ուրեմն մեղքերը, որով մենք արդարանում ենք, փորձում ենք մեզ արդարացնել, որ կյանքը ստիպված էի անել, ընտանիքիս համար արեցի, երեխայիս համար արեցի, այս մեղքերը մեզ դարձնում են ծառան եւ հրաժարեցնում մեզ Աստծուց։ Մենք կամորապես բաժանվում ենք Աստծուց եւ դառնում մեղքի ստրուկը։ Եվ դրա համար այստեղ առաքյալը նշում ասելով. «Իսկ եթե դուք Քրիստոսի համար կչարչարվեք, ուրախացեք»։ Քրիստոսի անվան համար, երբ որ մենք չարչարվում ենք, մենք ամոթով չպիտի մնանք։ Մեր արդարությունը, ազնվությունը, ինչ էլ որ լինի, անպայման ջրերես պիտի հանեն մեր ճշմարիտ կյանքով ապրելակերպը։ Եթե ոչ, մեղքը մեզ կիշխի։ Եվ Աստված իր դատաստանը պիտի սկսի իր տանից, այսինքն եկեղեցուց։ Քրիստոնյաներ եւ անհավատներ բոլորը հավասարապես պիտի դատվեն։ Աստված խտրականություն չի դնում մարդկանց միջև։ Աստված նայում է, թե մենք ինչ սիրտ ունենք, ինչպես ենք հավատում եւ ինչպես ենք մոտենում իրեն։ Եթե մենք այդպես կարողանանք ապրել, ուրեմն Տիրոջ առջև կարող ենք գլխաբաց կանգնել եւ չամանչել։ Իսկ եթե այս մեղքերով մենք ծածկված ենք, կամ այս խորհուրդներով մենք ապրում ենք, ուրեմն դատաստանի ժամանակ մենք ամոթով պիտի լինենք։ Զգույշ լինենք մեր կյանքի մեջ, որպեսզի մեղքը մեզ համար բնական վիճակ չդառնա, մեղքը մեզ ծառայության չկանչի եւ վերջապես մեղքի պատճառով մենք չզրկվենք Աստծո շնորհից եւ Աստծո ներկայությունից։ Թույլ տանք, որ Տերը ամեն օր իր անվամբ մեզ պարուրի, մաքրի, սրբի, արդարացված ներկայացնի իրեն իբրև հավիտենական կյանքի ժառանգներ ու կրողներ։